չեն կանչել իրենց որևէ։ Ոչինչ չեն ասել, ես կարգավիճակ չունեմ, ժողովուրդ, այս գործով ես ոչ վկա եմ, ոչ մեղադրյալ եմ, ոչ չգիտեմ, կարգավիճակ չունեմ։ Որոշում են մի հատ բերե դատարանի, որ պետք է խուզարկեն մեր գրասենյակը, մեկ էլ պետք է խուզարկեն մեր բնակարանը եւ հիմա խուզարկում են իմ ավտոտնակը։ Ասենք իդեպ ես չգիտեմ հիմա, ասենք չեմ էլ ուզում նայեմ, ինչ ուզում եմ թող խուզարկեն։ Օրինակ, պարոն Թևանյան, ինչ եք ակնկալում, քննչականը ինչ պատասխան պետք է տա ձեզ, կամ ինչ փաստեր պետք է ներկայացնի։ Չասեմ եկել են բռնեք։ Դուք եք չէ այդ դեպա եկել են։ Ուրիշ ինչ անեմ ժողովուրդ։ Ինչ անեմ, ես իրենց կալանը որ։ Ոնցի 7։ Դե հիմա Ձեր ավտոտնակում ինչ կա, Թևանյան։ ավտոմեքենա, ուրիշի պետք է։ Կարող եք գումարներն էլ։ Անդեր են։ Ձեզ առավոտվանից հետաքրքրում են գումարները, այդ հարցով մենք իրար առանձին կպայմանավորվենք։ Չէ, գործը հիմա կա։ Մենք ճանապարհով ձեռք բերված գումարներ պետք չի, եթե իհարկե կան այդպիսի։ Չէ, դա լավ, ասենք, ինձ տպավորություն է, որ այդ թեմա ավտոտնակ ինչ պետք է ավտոմեքենա մնացած, չգիտեմ։ Կարևորը չքանդեն ամբողջ Ինչ միացա, ինչ որ բան հայտնաբերեցի։ ատոմային ռումբ։ Ինչ էի կանել։ Գնանք։ Դե ատոմային ռումբը ամեն բնակարանում պետք է մի հատ ատոմային ռումբ լինի։ Սպառնալու չնչեցնեք։ Չէ, ատոմային ռումբը դա Հայաստանի անկախության անվտանգության երաշխիքում եւ յուրաքանչյուր բնակարանի պետք է։ Ձեր կարծիքով այսօր ձեզ կկալանավորեն։ Գնանք քննչական պարզ ենք ժողովուրդ։ Այդ եմ ասում։ Հիմա դուք գնում եք քննչական։ Հա, գնում եմ քննչական ժողովուրդ, անկեղծ առաջարկում ձեզ գնանք քննչական կոմիտե։ Պարոն Թևանյան, դուք ձեր սեփական նախաձեռնությամբ եք գնում, թե իրենք են ձեզ։ Չէ, ես հիմա ազատ եմ, ինձ ասում են դու կարգավիճակ չունես, դու ազատ ես։ Մեր տունը սա բան։ Գնամ ասեմ ինչ տարածես, հələ մի հատ ապացուցեք, եկել եմ։ Կամ չգիտեմ, եթե բռնելու բան կա, բռնեք, ձերբակալեք, կալանավորեք, ինչ ուզում եք։ Եկել են մեր գրասենյակը ոտից գլուխ ասենք ավիրել են։ Մեր տունը ոտից գլուխ ավիրել են։ Ուզարկությամբ տան։ Դուք որ մտաք տուն, արդեն ուղարկություններ իրականացել։ Ոչ։ Իսկ նրանք որ տանը եղել էին, իջեր ձեր եղելը։ Չէ։ Ինչև իմ գալը եղել են, բայց կինս տանն էր եղել դրա համար։ Իսկ ինչ ճանապարհով էին ձեր տուն գնացել։ Կինս էր բացել։ Իրանք այսպես էին ձևակերպում, որ մենք եկանք, տեսանք, որ հարևանը իջնում է, ասեցինք մի փակեք, տենց իշու։ Իսկ այդ հարցակումը որ ներկայացվեց։ Դա մի քանի օր առաջ է եղել, ժամանակ ընդհանրապես նշանակություն չէի տվել դրան, բայց հիմա չեմ կարող ասել։ Օրինակ ես չգիտեմ մեր վերլակի դուրը ոնց է բացվել։ Ես եկա տեսա իրանք բացել էին արդեն։ Այս ընթացքում բազմաթիվ հարցեր առաջացան, թե ինչպես է որ դեպի ձեր տուն վերելակ է դրված, դուք մինչև գնելը ունեիք այդ կար այդ վերելակը, թե ձեր գնելուց Այո, այդպես է։ Այսինքն դուք չեք Թղթով, բանով, ամեն միջոցները վերելակը։ Դա ամբողջ շենքին է սպասարկում վերելակը։ Վերին հարկել։ Բայց դա այդպես է բնակարանը կառուցված է։ Սովետ միության թաքնված հիմայնքներից մեկը։ Սա Ժողովուրդ ջան, ես ձեզ սպասում քննչական։ Մամիկոնյաց, չէ՞։ Հա, գնանք քննչական, մի հատ ճշտենք։ Ինչ կա որտեղ անկեղծ եմ ասում, պատկերացրեք հիմա ձեր վրա։ Գալիս են ձեր տուն, խուզարկում են, թափում են եղած չեղածը, ասում ես ես ինչ կարգավիճակում եմ, ասում են ոչ մի։ Ասում ես բա ինչ եք խուզարկում, ասում են դատարանի որոշում կա, sense բաներ են գրել։ Ասում եմ հետո խուզարկում են ինչ-որ բաներ են ընդհանրենք դիտարկում, նախ վնաս են տալի 7 օրին, 7 օրի եմ կայքին, հետո ասում են դե լավ դու ազատ ես։ Այդպես չի, բան չի ստեղած, հələ մա ձեր վրա վերցրեք։ Պարոն Թևանյան, ավտոտնակից բացի կա այդտեղ որտեղ պետք է գնանելի խուզարկություն։ Չէ, գրասենյակը տունը ավտոտնակ է։ Ոչ միտեղ է չկա որ պետք է անել։ Քննչականում գնանք, մենք էլ իրանց խուզարկենք։ Հարցաքննենք իրան, լուրջ եմ ասում, հարցեր տանք, պատասխաններ ստանանք։ Հասկանանք ինչ ենք անում։ Թե չէ։ Օրինակ ես կարծում եմ ավելի շատ էսի խոչընդոտում էր նշանակում։ Մի օր եկել են խուզարկեցին ամբողջ օրը ձախողեցին քարոզությունը։ Մի ուրիշ օր կարող կանչեն, ասեն մենք ձեզ հարցեր ունենք տալու հարցաքննության ժամերով գնացինք այդտեղ կորավ։ Հետո մյուսը կորավ, մյուս օրերը կորան, քարոզությունը այդ մասով ձախողեցին, իմ մասնակցության մասով ու վերջացավ։ Հետո կասենք կներեք։
բռնի գործողություններ իրականացնել, ձեզ բերման ենթարկեին, գցեին գետնին, Հա, եւ Նիկոլ Փաշինյանի սիրած ձևով։ հետո վերջը։ Տարօրինակ չի, որ այդպես չեն անում։ Հիմա ես պետք է իրաց փոխարեն պատասխանեմ, թե իրանք ինչի այդպես չեն արել։ Դա մարզում է։ Իսկ դուք ինչ եք ուզում, որ իրանք այդպեսի գործողություն գնային։ Չէ, ուղղակի տարօրինակ է նաև, որ դուք որևէ կարգավիճակ չունեք, բայց Իսկ տարօրինակ չի, որ այդ մառազմատիկ տեքստը հրապարակել են։ Քանի 4 քո տանիքա որ կհավատա դրան։ Եվ այդ մեկ մարդը Նիկոլ Եվ այդ մեկ Փաշինյանն է։ մարդը դու ես։ Նիկոլ, եւ այդ մեկ մարդը դու ես։ Պարոն Թևանյան, դուք պատասխաներումից եք ակում կազմում քննչական կոմիտեի նախագահից։ Գնանք տեսնենք ով կա դեռ։ Դեռ հերթապա կլինի կգնամ կասեմ ես ինչ անես, եկել եմ ձեր մոտ բարև ձեզ։ Սենց պետական դավաճանության մեղադրանք են հնչեցրի, ես հիմա ձեր մոտ եմ։ Եկել եմ բարև ձեզ ես եմ։ Հիմա մի հատ հասկանանք, իրոք անկեղծ է զավեշտ ես ուզում հասկանամ ինչով ավարտվել է։ Ասենք գործողություն են անում, չէ, ասում են ես արի պետության, ինքնիշխանության եւ այլն, թե չէ։ Հետո ասում են թե լավ, դու ամեն մեկս գնանք իրենց գործերով։ Սեզել չեն կանոնավորում, չեն ձերբակալում։ Ես չգիտեմ։ Պետական դավաճանը հանգիստ։ Հա, իրենց հա, բայց դու բան այ վիզ եք դրել այսպես ասած։ Տարօրինակ։ Դե շատ տարօրինակ է, ես հիմա մնացած մասերով արդեն Տիկին Փոստանջյանը մասնակցում է, թե դու մի վարակություն Տիկին Փոստանջյան, դուք ներսում ձեր բնակարանի եւ նաեւ ֆոտոնակի հետ կապված։ Պարտադիր ես դե նախորդ ներկա կգտնվի, իրանք կստորագրեն, բայց անպայման որոշումները։ Այսինքն ապօրինի է, դիտեմ։ Չէ, մեզ որոշումը ուղղակի տրամադրել են ծանոթանալու համար, բայց օրինակը չեն տրամադրել։ Օրինակը որոշման չի տրամադրվել։ Օրինակ գրասենյակին ավելի համեմատաբար բանը պատշաճ ձևով էր, այսինքն մեզ էլ օրինակ տրամադրեցին, թե ոնց որ թե մենք քսերով սարեցինք։ Չէ, մեզ տրամադրեցին մեր պահանջի հիման վրա, այստեղ նույն պահանջը ներկայացրել ենք, չեն տրամադրել։ Իսկ քսերակոպեն տրամադրեցին արձանագրության։ Պարոն Թևանյան, դուք երբևէ հետաքրքրություն դրսևորել եք իմանալու 2024 թվականին, թե ազգային ժողովում ինչ փակ գաղտնի նիստ է տեղի ունեցել։ Բովանդակությունը ձեզ հետաքրքրել է, թե չէ։ Հարցը որ տալիս եք դրա ենթատեքստը որն է, որ ասում են այո, ես հետաքրքրվել եմ։ Բոլորն էլ հետաքրքրվել են, իհարկե։ Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ հետաքրքրված են այնքանով, որքանով, բայց քանի որ ես նույնիսկ падգամավորության ժամանակաշրջանում գաղտնիության թույլտվություն չեմ ունեցել, որովհետև ես ինքս եմ որոշել, որ չեմ ուզում համապատասխան պրոցեդուրաներ անցնել եւ համարել եմ դա սխալ, որովհետև առաջնային մանդատ ունեցողը չպիտի ավելի ցածր կարգավիճակ ունեցող մարմնին ինչ որ հաշվետվություն ներկայացնի, ինչ որ հայտարարագիր լրացնի, ինչ որ բաներ ապացուցի, որ իրեն թույլ տան գաղտնիություն, ես ասում եմ, ես կնքություն եմ, չեմ մասնակցում եւ մի շարք ընդդիմադիր падգամավորներ հրաժարվել են դրանից։ Իսկ ինչ վերաբերում է այդ նշված 24 թվականին, ես այդ ժամանակ падգամավոր չեմ եղել արդեն։ Դե դրա համար եմ հարցնում, նիստի բովանդակությունը, որտեղ Միրզոյանը փոխվարչապետը Ուրեմն Հայաստանում են փոխանցել, ձեզ հետաքրքրել է թե ոչ։ Բոլորին հետաքրքրել է այնքանով, որքանով որ մենք քաղաքացի ենք, մասնավորապես ինձ որպես քաղաքական մարդ։ Բայց այս իշխանությունների անլրջությունը, մարազմը կայանում է այն բանի մեջ, որ ուրեմն նախ այս իշխանությունների գործողություններից մենք բոլորս տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից եւ երկրորդը այս իշխանությունների պարագայում խոսել գաղտնիության մասին ծիծաղել է, որովհետեւ շատ դեպքերում իրենց կողմից վերահսկող լրատվամիջոցների կամ այլ լրատվամիջոցների էջերում հայտնվում են ամբողջական տեքստերը այսպես կոչված գաղտնի նիստերի մասին։ Այդ ինչ գաղտնի պետք է ասեին, որ մի հատ էլ հետաքրքրվեին, կանեին։ Մենք գիտեինք, որ օրինակ բանը, չգիտեմ,
Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգն են սպասարկում։ Ինչ գաղտնի կար դա բարձելու։ Այն էլ 24 թվին, 22 թվին իրանք գաղտնի էին պահում, որ Արցախը ուզում են հանձնել։ Ես ազգային ժողովի ամբիոնից առաջին օրվա հոկտեմբերի 7-ի հայտարարություն ունեմ, կարող եք համացանցում նայել։ Հոկտեմբերի 6-ին Պրահայում հայտարարություն են արել, թուղթ են ստորագրել։ Ես ամսի 7-ին, 8-ին, 9-ին լսումների մակարդակով եւ այլն մակարդակով հայտարարել են, որ դուք հանձնել եք Արցախ Ադրբեջան։ Այն օրերին դրանք պնդում էին, որ ոչ, այդպիսի բան չկա, դա սուտ է, ընդդիմությունը հերթական սխալ բաներն է ասում եւ այլն։ Հիմա ինքը ասում է, այո, ես դա արել եմ եւ դա գիտակցված եմ արել։ Դուք ասում եք, որ դուք այդ ժամանակահատվածում պատգամավոր եղել ձեր մանդատը վայր եք դել, քննչական իր հաղորդագրության մեջ ասում է, որ ապօրինի եք ստացել։ Այսինքն որ մեկը թողապատուցեն։ այդ տեղեկությունները։ Այդ ինչ պետք է տեղեկություններ էլ Արադ Միրզոյանը։ Արադ Միրզոյանը ինչ պետք է ասել, որ մենք չգիտենք։ Ամբողջ աշխարհը չգիտի։ Արադ Միրզոյանը սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի պատգամավոր են եղել, բայց չեմ հիշում։ Լավ, հիմա դուք ասենք, դա ապուշություն է, այսպես ասեմ։ Այն ինչ որ հայտարարություն են արել, ընդհանրապես չի։ Ես ձեզ կհուշեմ, որ դուք իրավապահ մարմիններից, քննչական կոմիտեից հարցնեք, արդյոք որևիցե մեկը այդ լսումների ժամանակ ինչ որ մի բան գաղտնիության վերաբերյալ ստորագրել է։ Այսինքն, եթե փակ է եղել, վերջին նշանակում, որ գաղտնի փաստաթղթերը իրենց ստորագրությամբ տրված է եղել եւ նրանք ունեցել են պարտավորություն ինչ որ X մեկին չփոխանցելու, որն էլ այդ X1-ն էլ ինչ որ X Y այլի չփոխանցել։ Այսինքն ասածը հետեւյալն է, որ եթե նույնիսկ եղել է քննարկում, ես չեմ կարծում, որ այնտեղ ինչ որ մի փաստաթուղթ է քննարկվել, որը եղել է գաղտնի եւ հասանելի է եղել որևիցե մեկին։ Այսինքն ինչ որ քննարկվել է, հավանաբար քննարկվել է փակ եւ գաղտնիության հետ կապված խնդիրը այստեղ չի կարող հարուցվել։ Գնանք քննչական, համել իրար հետ ձեր բազմաթիվ այլ հարցեր բարձենք։ Գնացեք։ Կարծիքով արժե։